Ալեն Սիմոնյանը ձեր տեղում կանգնած հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, եւ եթե այս ուրբաթ ընտրություն կլինի, ԿՊ-ն կհաղթի։ Դուք ինչ վիճակագրություն ունեք 50+1-ով կհաղթի։ Ես մի ուրիշ վիճակագրություն ունեմ։ Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի սուս մնային։ Երկրորդ, եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն սոցիոլոգիական հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է։ Թող շարունակի դրանով հպարտանալ։ Բոլորին պատասխանելու եմ, չգիտեմ ինչ եք վիճում։ Վերադառնալով նախորդ հարցին, երբ որ դուք ասում եք, որ ուղղորդում է, հնարավոր է Հայաստան դաշինքները ասում է, սա աշխարհի դիպլոմատիկ թիրախավորում է իրենց դեմ։ Հնարավոր է հենց հանրապետականը միացել է եւ ապացուցում է, որ իսկապես սա Հայաստան դաշինքի դեմ գործողություն է իրականում։ Ես ուզում եմ հասկանալ, թե նախ ես չեմ մեկնաբանելու, արդեն ասել եմ, որ Հայաստան դաշինքի հայտարարությունը, բայց ձեր, նորից եմ ասում, ոնց որ ուշադրություն դարձնել, ձեր հանրցի մեջ նշած տրամաբանությամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը կան մարդիկ, որոնք տեսնում են դեմ այս կամ այն ուժին։ Ես այդպես չեմ տեսնում ու վստահ եմ, որ իրանք ձեր հարցի ձևակերպման հետ չեն համաձայնվի։ Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է։ Եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ընկալում են որպես իրենց դեմ գործընթացներ, ես ոչինչ այդտեղ ասել չեմ կարող։ Ավելի բարձրացնեմ, պարոն Մանուկյան։ Կես ժամ նորում էի խոսում։ Գիտեք ինչն է, չեք առաջարկում եւ ըստ էության թողնում եք դա նույնպես այլ ուժերի ուսերի։ Եթե դուք վստահ եք իշխանապետության ծրագրի մեջ այդ ամեն ինչը կա, տեխնատուր եք առաջադրել, ամեն ինչ եք կանեք եւ կհասնեք։ Եվս մեկ անգամ, որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկարտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք տեխնացուի շուրջ քննարկումներին, զերո ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել եւ նախաձեռնել այդ գործընթացը։ Հայտարարության մեջ դա շատ պարզ ասված է։ 20 թվականից այս կողմ չեք կարողանում միասնական տեխնացու ընտրել։ Լավ, ինչու՞ն է խնդիրը։ Ըստ էության այս պահին էլի տեխնացուի խնդիր ունեք։ Ինչու՞։ Ես ասացի մենք տեխնացուի խնդիր ունենք։ Չեք առաջարկել։ Ինձ թվում է մենք նույն բանի մասին չենք խոսում։ Ես ոչ համաձայնություն բառ եմ ասել։ Ոչ ասել եմ, որ միասնական տեխնացուի խնդիր կա։ Կա շատ պարզ տրամաբանություն։ Ազգային ժողովի падգամավորներին հարցրել են. նախաձեռնում եք գործընթաց, թե չէ։ Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա տեխնացուի հարցը միասին քննարկել եւ մենք նույն վարքյանին կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այսինքն որևէ նախապայման նման դեպքում չկա։ Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած տեխնացուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, մենք դրան կմիանանք։ Պարոն Մամիկյանյան, հիմա ճիշտ եմ հասկանում, որ օրինակ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները սկսելու են շփվել հպականների հետ, համոզել նրանց, որ ստորագրեն, որ միանան։ Երբ որ անհրաժեշտություն լինի, այդ թվում նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, մեր քաղաքացիները հարյուրներով, 100,000-ներով կշփվեն շակերտների մեջ եւ կհամոզեն ԿՊ-ական падգամավորներին միանալ այս նախաձեռնությանը։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես սովոր եմ բանակցել ուժի դիրքից։ Պարոն Մամիկյան, ես մի բան մասնամ նաև ծրագրի հետ կապված ձեր արդեն հանրապետական։ Այո։ Երբ գործի մեջ արդեն ընթացքի մեջ կտեսնենք այդ ծրագրի ուղղությամբ Այդ ծրագրի ուղղությամբ քայլերը երբեք չեն դադարել հանրապետականի համար։ Պարզապես այդ քայլերի մի մասը տեսանելի է, իսկ մի մասը նախապատրաստական անտեսանելի։ Մամիկյանը նաև Գյումրիի հետ կապված ինչ կարող եք ասել, ինչպես կբնորոշեք։ Գյումրիում տեղի ունենում հերթական ապօրինությունը, հերթական խայտարակությունը, պարզապես փորձում են Մարտուն Գրիգորյանի ներկայացրած մեր քաղաքը դաշինքից
ուղղակիորեն գողանալ մեկ մանդատ, բայց սրա վերաբերյալ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը առանձին շեպազրույց կտա, շնորհակալ եմ։ Ուժի դիրքից մի հատ կբացատրեք, ինչ ասել է, աստիճ սովոր եմ։ Մեզ միակ ուժ տվողը, առաջին հերթին մեզ ուժ տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։